Մարիամ Պողոսյան։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, այսօր ձեր մասնագիտական կարողությունների վերաբերյալ բազմաթիվ գովեստի խոսքեր հնչեցին։ Ես կներեք, այդքան շռայլ չեմ կարող լինել, հատկապես հիշեցի ակամայից, որ ձեր քաղաքական թիմի առաջնորդը միգուցե այնքան էլ բավարար չէր համարել ձեր գիտելիքները, որ դրսից նաև փաստաբաներ հրավիրել, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Ամստերդամ անունով, բայց անձամբ իմ կարծիքով այդ առումով ես անկեղծորեն կարծում եմ, որ դուք ավելի նվիրումով եք աշխատել։ Իսկ ինչ վերաբերվում է հարցին, դուք ձեր ելույթում նշեցիք, որ ճիշտ չեք համարում մեր իշխանության վարած քաղաքականությունը։ Խնդրում եմ մի փոքր մասնավորեցնեք, օրինակ ճիշտ չեք համարում սահմանազատման, սահմանագծման գործընթացը, ճիշտ չեք համարում խաղաղության գործընթացը, ճիշտ չեք համարում մեր բալանսավորված արտաքին քաղաքականությունը, եւ եթե օրինակ դուք լինեիք իշխանության, այս պարագաներում այս թվարկածս գործընթացները կկասեցնեիք, թե կշարունակեիք, ինձ շատ հետաքրքիր է ձեր ճիշտ պատկերացումը, էլի ճիշտը որն է այդ քաղաքականության առումով, միգուցե ճիշտը այլ պետության, ուժեղ պետության կազմում լինելը, խնդրում եմ մի փոքր մասնավորեցնեք, հստակեցնեք ձեր ճիշտ քաղաքականությունը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար ամեն դեպքում։ Կարծում եմ այլ փաստաբանների մասնակցության վերաբերյալ հարցին ինձ թվում է մի առիթ կլինի երևի հենց կարող եք պարոն Սամվել Կարապետյանին այդ հարցը ուղղել։ Առնվազն կարծում եմ դուք հաշվի առեք, երբ փաստաբանական թիմը մեծ է լինում, դա չի նշանակում մեկ փաստաբանը լավը չի կամ վատն է, դրա համար թիմը մեծ է լինում։ Ցանկացած փաստաբան մի ծանոթ վստահ եմ կունենաք, երբ փաստաբանական թիմը մեծ է լինում, դա միայն առավելություն է հենց նույն թիմում ընդգրկված փաստաբանների համար։ Ինչ վերաբերում է, թե ինչի հետ ես համաձայն չեմ։ Եկեք գամ ավելի ընդհանուրից մինչև կոնկրետ օրինակների։ Ես չեմ կարողանում համաձայն լինել, թե խղճով, թե համոզմունքներով այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս։ Չեմ կարողանում։ Մարդկայնորեն եմ շատ ասում։ Այդ ամենը արդար է, ազնիվ է, ճշմարիտ է, ձեր քաղաքական պատասխանատվության ժամանակահատվածում է եղել։ Քաղաքական պատասխանատվությունն էլ, մեղավորությունն էլ լինի դա ամբողջական, մասնակի, եկեք այդ բանավեճի մեջ չմտնենք, բայց դուք կրում եք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արցախի նկատմամբ, Արցախի դեպքում։ Արցախի մեր հայրենակիցների էթնիկ զտման տեսանկյունից պատասխանատվությունը Ադրբեջանն է կրում։ Բայց ես գտնում եմ, որ բավարար աջակցությունը, որը կարող էր ցուցաբերվել այդ օրերին, չի ցուցաբերվել։ Ինչի հետ ունեմ անհամաձայնություն։ Ունեմ անհամաձայնություն, որ այսօր Բաքվի բանտում մեր հայրենակիցների նկատմամբ, իմ գնահատմամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում։ Ունեմ կտրուկ անհամաձայնություն սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ, որը իրականացվում է։ Ընդհանրապես էս պետության կողմից առնվազն վերջին 2 օրերին շատ խոսեցինք, թե ընդհանրապես մենք տնտեսական ինչ փիլիսոփայություն ենք որդեգրում, լիբերալ տնտեսություն ենք, թե ընդհանրապես պետության կողմից փայ ստանձնելու նոր մշակույթ ձևավորողն ենք։ Ունեմ անհամաձայնություն, որ մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակը բավարար չէ։ Իդեպ Սամվել Կարապետյանի կողմից երբ սկսվեց օգտագործել բարեկեցություն եզրույթը, կարծես այն վերջին տարիներին քիչ էր օգտագործվում, բայց հիմա իդեպ տեղեկացնեմ մեր հայրենակիցներին, այլևս Հայաստանի Հանրապետությունում լինելու է աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը։ Տերմինը փաստորեն արդեն իրացվելու է շատ ավելի արդյունավետորեն, բայց մարդկանց կյանքի որակի տեսանկյունից անհամաձայնություն ունեմ։ Քաղաքական հետապնդումների, մթնոլորտի, ատելության, պառակտման հետ կապված անհամաձայնություն ունեմ։ Իսկ սահմանազատման, սահմանագծման հետ կապված սահմանադրական դատարանի որոշում կա դրա վերաբերյալ։ Արդեն դա այլևս իրողություն է։ Այսինքն դա հասել ենք այնպիսի կետի, որ սահմանադրական դատարանի որոշում կա դրա իրացման վերաբերյալ, բայց նաև ունեմ անհամաձայնություն, որ երբ ազգային ժողովի նախագահային հարց է հնչում, թե ի վերջո հիմա մենք գետնի վրա մենք մեր հողը պատկերացնում ենք, թե չէ հստակ պատասխան չի հնչում։ Դրանով ոչ թե անհամաձայնություն ունեմ, այլ նաև մեծ մտահոգություն ունեմ Տիկին Պողոսյան։ Արձագանք։
Շնորհակալություն պարոն Վարդևանյան։ 2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ես մի հարմար առիթով մանրամասն կխոսեմ, որովհետև հիմա ժամանակը չի հերիքի, որ ես անդրադառնամ ձեր թվարկած հարցերին ու պարզաբանումներ ներկայացնեմ, չնայած բազմիցս այդ մասին խոսվել է նաև հենց վարչապետի կողմից, բայց օրինակ ինձ հետաքրքիր է, թե դուք ընտրվեիք ձեր արտաքին քաղաքականությունը ինչպիսին էր լինելու։ Դուք կասեցնելու էիք, կանգնեցնելու էիք սահմանազատման, սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի հետ, նախաստորագրման հետ համաձայն չեք, ինչ չեղարկելու էիք, ինչպիսին է լինելու ձեր գործողությունը, որտեղ դուք պատրաստ էիք 26 թվականին, օրինակ, վերցնել իշխանությունը, վարչապետ ունենալ, ինձ շատ հետաքրքիր է ձեր արտաքին քաղաքականությունը, ինչպիսին էր լինելու։ Իսկ ինչ վերաբերվում է ես չգիտեմ ինչ մասն ենք խոսում, որ ազգային ժողովի նախագահը չի հստակեցրել, ես ոչ հստակություն միայն կտերեք, բայց ձեր թիմի կողմից եմ այս օրերին լսել, որ դուք հստակ թիվ չեք ասնում, թե քանի կիլոմետր քառակուսի է Հայաստանի Հանրապետությունը, իսկ մենք հստակ նաև հենց այդ նարատիվով մենք գնացել ենք քարոզարշավի ընտրությունների եւ ժողովուրդն իր պատասխանը տվել է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ամփոփիչ ելույթի շրջանակներում կանդրադառնամ նշված հարցին, թե կոնկրետ նույն տարածքների գետնի վրա մեր հողի հետ կապված, թե ինչն է, որ դուք չեք պատասխանում, որովհետև թեև դուք վկայակոչում եք 29743-ը, որը նախքան այդ 29800-ն էր, բայց որոշ հարցերի խուսափում եք պատասխանելուց։ Ես հակված եմ կարծելու դուք հաշվի առնում եք ես ինչի նկատի ունեմ, բայց ամփոփիչ ելույթով ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ օրերս Նարեկ Կարապետյանի կողմից ունեցած ելույթը ազգային ժողովի հենց այս ամբիոնից սպառիչ էր, շատ հստակ էր, խաղաղության օրակարգը համարում ենք առաջնային, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը համարում ենք առաջնային, մեկը մյուսով չչեզոքացնելով, տարածքային նկրտումներ առաջ չենք քաշում, բայց միաժամանակ երբ առաջարկում ենք Հակա Սաֆարովյան օրենքի նախագիծը, դրանով ուզում ենք մեր հայրենակիցների ընդհուպ մինչև մեր կենսակերպի սպառնալիքների չեզոքացում ունենանք, որը ի հաշիվ խաղաղության չէ, վստահ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։